Բարի գալուստ հարգելի Սուրենյանց, բարի գալուստ հարգելի ադմիրալ, բարև ձեզ հարգելի ուկնդիրներ, բարև ձեզ իմ ընկերներ, մեր նոր տաղավարում պոդկաստ ժանրից չենք ուզում 21-րդ դարում հետ մնանք բոլոր նորություններից, նոր ձևերից, մենք էլ ենք փորձելու այս պոդկաստ տարբերակով շփվել իրար հետ, քանի որ մի բան է էկրանից մի կողմ աչքերին նայելով, մի բան է, երբ որ դեմ առ դեմ խոսում ես Հայաստանի կամ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից։ Հարգելիներս, դուք երկուստ էլ հենց այնպես չեք ընտրված իմ կողմից որպես հյուր, առաջին հյուր այս ոդկասթի ժանրից, քանի որ ես այն թեման, որ ուզում եմ այսօր շոշափեմ, շատ անգամներ լսել եմ ձեր մեկնաբանությունները եւ մի մոտ հարցեր են առաջացել ձեր մեկնաբանություններից կուզենայի ճշտել մի քանի հարց, օրինակ կախված եկեղեցու շուրջ տեղի ունեցած իրադարձություններից, Նիկոլ Փաշինյանի արշավից եւ երեք արդեն իսկ arczepiskopos-ների կողմից հետ քայլը։ Օրինակ, ինչպես դուք կնկարագրեք, ինչա տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Ես չեմ կարծում, որ այդ տիրադավ arczepiskopos-ներից ինչ-որ մեկը հետ քայլանի, ավելի շատ փորձում են իրենց դեմքը փրկել, որովհետև նրանք ըստ էության հատել են Ռուբիկոնը, հիմա էլ ստորագրահավաք են անում եկեղեցու պատերից ներս, կաթողիկոսի, ինչպես իրենք են ասում, հանգստի կոչման օրակարգով, ըստ էության հրաժարականի պահանջով։ Ավելի շուտ Արցախի թեմի առաջնորդը, որոշ դեպքերում Նավասարդ Կճոյանը փորձում են ինչ-որ դեմքը փրկելու գործողություններ իրականացնել։ Մեկը ասում է, որ կարևորում է Արցախի դերը, դրա համար է վարչապետի մոտ գնացել հանդիպման։ Մյուսը երեք պատարագին ներկա էր, չզեղչեցին կաթողիկոսի անունը։ Բայց սիրեք լսել եմ, որ զեղչել են։ Չէ, չեն զեղչել Կճոյանի ներկայությամբ, Սուրբ Սարգիսի։ Ես ցավոք սրտի այդքան լավատես չեմ, որտեվ այդ բոլոր 10 մարդկանց թիվը մի քիչ է կարող մեծանալ մոտակա ժամանակներս, շանտաժի եւ գայթակղության հիմքով են հավաքագրել, այսպես կոչված, կամ տիրադավ դարձրել։ Շանտաժը, երբ որ պետական ճնշումներով է զուգորդվում, հեշտ այդ ջիրաններից մարդիկ չեն կարողանում ազատվել։ Եթե համաժողովրդական շարժում լինի, փողոցում մարդիկ լինեն հազարներով, ես չեմ բացառում, որ այդ տիրադավներից ոմանք փորձեն ազատագրվել այդ կապանքներից, որոնց մեջ իրանց դրել է իշխանությունը։ Հիմա ես լավատես չեմ, անկեղծ ասած, ես առավել քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր քաղաքականությունը, հակասահմանադրական, եկեղեցու հետ կապված։ Ինչպիսի հանգուցալուծումներ լինի, դա զրույցի այլ թեմա է։ Ես հարցս մի քիչ ավելի խորը բան ասել։ Սա հրահանգ է, ինչ որ ուժային կենտրոններից, թե Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սա։ Տեսեք, ես ընդհանրապես դավադրության տեսությունների մեջ չեմ մտնում։ Խոսամ մի տեսանելի օրակարգից եւ մյուսի վերաբերյալ կանեմ ենթադրություն։ Տեսանելի փաստով հաստատված վարկածներն է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ տոտալիտար համակարգ է ձևավորում եւ բոլոր դիմադրության կենտրոնները պետքա կոտրվեն։ Իսկն Հայաստանում չպիտի լինի մի հատ հանրային ինստիտուտ, որը վարչապետի կաբինետից չի ուղղորդվում կամ ղեկավարվում։ Այդ նույն շրջանակում մենք տեսնում ենք գործարարների կալանավորում, ասենք Սամվել Կարապետյանի օրինակ դիմադրության կենտրոններ որոշակի, լրագրողների կալանավորում ենք տեսնում ենք մշակույթը նույնիսկ խմբագրելու ձև են, որ ներկայացումից հետո բացատրում էր, որ ինչպես պիտի անեն եւ այլն։ Այսինքն ինքը հասկացել է, որ առանց տոտալիտար համակարգ ստեղծելու 2026-ին վերարտադրվելու որևէ շանս չունի։ Սա մեկ, սա երևացող ամենաակնհայտ մոտիվն է։ Բայց իհարկե հերո է մեր մտքից, որ այս կամպանիան չունի արտաքին շահառուներ։ Դա չի կարող չունենալ, որովհետև մեր եկեղեցու նսեմացմամբ շահագրգիռա թե Ադրբեջանը, պատահական չէ, որ Փաշազադեի ու Փաշինյանի նմանությունները մենակ ազգանվան սկզբի բառերը չեն։ Սինխրոն են հայտարարություններն ու գործողությունները, այդ երկուսի։
Եվ ավելի գլոբալ շահառուներ էլ վստահ են, որ կլինեն, դա գլոբալիստական արևմտյան այդ շրջանակներն են, որտեվ մերձավոր արևելքում վերադասավորումներ են տեղի ունենում, ակնհայտորեն հայկական գործոնը թուլացնելու խնդիր է լուծվում, որտեղ մերձավոր արևելքում հայկական գործոնի ամենակարևոր գործիքներից մեկը հենց հայ առաքելական եկեղեցին է Երուսաղեմում իր շատ պատկառելի ներկայությամբ։ Այսինքն այս բոլոր գործոնները կան։ Բայց արտաքին շահառուների վերաբերյալ, եթե մենք ընդհանրապես ենթադրություններ կամ որոշակի պնդումներ կարող ենք անել, տոտալիտար համակարգ ստեղծելու Փաշինյանի ձգտումը ակնհայտ է, նույնիսկ աքսիոմատիկ է, լրացուցիչ ապացույցների կարիք չունի։ Շնորհակալություն։ Այսինքն այստեղ ստացվում է, որ մաքրում են դաշտաքաղաքական ու մաքրում են հնարավորություններ ինչ որ ընդդիմության կենտրոններ ստեղծվելու։ Ասենք սրանից բացի Ադրբեջանի մոմենտով կարամ ասեմ, որ կա վարկած, որ Ադրբեջանը հայկական եկեղեցու մեջ տեսնում է նշում, որ կարող է հայկական եկեղեցին դառնա օջախ Արցախը ետ բերելու կամ ինչ որ այդ ձևի ռևանշ ստանալու վախերից խոսում են, կա այս ձևի խոսակցություն, որ պայմաններից մեկը, ասենք սահմանադրություն փոխելու եւ այլ հետ մեկտեղ եւ կա նա, որպեսզի հայկական եկեղեցին իշխանությունների կողմից վերցվի կոնտրոլի տակ, որ համ չխանգարի վերարտադրվել իշխանությունները, որոնց այսօր իրան ձեռ են տալիս։ Իհարկե, որ ու հանկարծակի չստեղծվի դիմադրության կենտրոն, որտեղ այսօր հայկական առաքելական եկեղեցին նայում է որպես կոնկրետ կենտրոն, որը որ կարա ստեղծի ազգային դիմադրություն որոշ գործողությունների ու օգուտ Ադրբեջանի։ Սրանից բացի ես լրիվ համաձայն եմ այն հարցի հետ, որ շատերին, ասենք, այդ գլոբալ աշխարհում ընդհանրապես ձեռ չի տալիս հայկական եկեղեցու անկախությունը ու կա ցանկություն այդ բոլորը վերցնել, ասենք, հսկողության տակ, որպեսզի թելադրվի վարմունքը հայկական եկեղեցու, որպեսզի հայկական եկեղեցին շարժվի, ասենք, իրանց ոնց որ ասած ճանապարհներով էլի չկայանա որպես խոչընդոտ։ Նորից հիմա հարցս ավելի որբիսի վերջնական լինի, ինչպիսի հանգուրտ զալուծում եք տեսնում։ Ես չեմ ուզում մենք անցնենք գուշակությունների դաշտ, բայց տեսնելով մարդկանց ռեակցիան, ժողովրդի ռեակցիան, ես անգամ մարդկանց եմ ճանաչում, շատ լայն մասաներ եմ ճանաչում ՔՊ-ի հարող մարդկանցից, ովքեր չեն ողջունում այս ամեն ինչը, ինչ տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու կողքը։ Ինչքան էլ իրանք փորձեցին դարձնել սա անձնական կաթողիկոսի եւ մի քանի եպիսկոպոսների հարց, չի ստացվում իրանց մոտ։ Իրանք սկսեցին հենց եկեղեցին ճուլանացման այդ process-ից, որ արեք տեսեք, որ մեր եկեղեցին ճուլացնում, նույն ժամանակ ոդաբոբիկ միջետները ման էին գալիս Ստամբուլում։ Այ դուք ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում, ինչ պետք է անեն քաղ հասարակությունը, օրինակ դուք ինչ պետք է անեք, ինչպիսի մեսեջներ պետք է հասցնեք ժողովրդին, որպեսզի նախ արյունի չտանենք մենք այս ամեն ինչը։ Վերջը մենք հայ ենք ու մեր նավագի մեջ ենք, մի ճակատագրի տեր ենք, բայց մեր հայ առաքելական եկեղեցին է մեր ամենախոր արմատներ ունեցող ինստիտուտն է, որովհետեւ փրկենք մեր ինստիտուտը, շանս ունենանք վերածնվելու Փյունիկի նման։ Խնդրեմ։ Գիտեք, իսկապես հասարակության մեծամասնությունը այս կամպանիան չի պաշտպանում։ Դա անձնական աշկով էլ տեսանելի է, չնայած իմ մոտ կան նաև արժանահավատ սոցիոլոգիական հարցումներ։ Բայց որպեսզի լրիվ օբյեկտիվ լինենք, մի հատ այլ միտում էլ կա, որը մտահոգիչ է։ Չպաշտպանելով հանդերձ այս կամպանիան, հասարակական դիմադրության ալիք էլ չկա։ Այսինքն երկուսն էլ կա, էլի, հիմա այստեղ պետքա շատ օբյեկտիվ լինենք, որպեսզի սխալ մարտավարություն հանկարծ չորդեգրենք։ Երկրորդը, ասում եք, ինչ հանգուցալուծում է հնարավոր։ Երկու հնարավոր ճանապարհ կա։ Մեկը արդեն իդեպ փորձարկվել է Ուկրաինայում, Մոլդովայում։ Իհարկե մի քիչ տարբեր էր, բայց ես այդ տարբերությանն էլ կանրադառնամ։ Ինչ արեցին Ուկրաինայում ու Մոլդովայում ազգային ազատագրական պայքարի քողի տակ ուղղափառ եկեղեցին պառակտեցին, զուգահեռ եկեղեցի ստեղծեցին։ Այնտեղ Ռուսաստանի դեմ պայքարի տրամաբանության մեջ էին անում Նիկոլ Փաշինյանն էլ մի տես բան ուզում անի, հակառակ պարագայում այն անեթեթ հիմարությունը չէր ասի, ըստ էության նա մեր վեհապարին արդեն ռուսական լրտես է անվանել, եղբորը բացահայտ իրան ակնարկով, հա? Այս նույն տրամաբանության մեջ է, օրինակ շատ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը գնա զուգահեռ եկեղեցու ստեղծմանը։
Օրինակ, քանի որ իրական Հայաստանն է, այդ եկեղեցին սահմանափակվի միայն Հայաստանի տարածքով։ Սա շատ մեծ հարված կլինի մեր եկեղեցու ինստիտուցիոնալ հեղինակությանը։ Այդ ուղղությամբ մի հատ ուրիշ քայլ էլ ենք արել։ Պատահական չէր, որ ինքն անգրագիտությունը ասեց, որի պրտարթատնա ստեղծել եկեղեցին, այսինքն պետությունը, կասկածի տակ դրեց հայ առաքելական եկեղեցու առաքելահաստատ բնույթը։ Դրանից ապա լեգիտիմացում կես քայլ է։ Այսինքն այս բոլորը տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ստեղծել ալտերնատիվ եկեղեցի։ Սա մի ճանապարհն է, որը շատ վատ ճանապարհ է, որովհետև այնուամենայնիվ էս մի կողմում պետությունն է իր ուժային պատժիչ գործողություններով, այն մյուս կողմում այն հոգևորականներն են, որոնք հավատարիմ են մնացել վեհապարին։ Բայց դժբախտաբար կա նաև երկրորդ ճանապարհ, ոչ պակաս վտանգավոր, դա ասենք հանդգնություն ունենալն է կաթողիկոսին կալանավորելու։ Եթե մարդիկ կան, որ կարծում են այդ կարմիր գիծը Նիկոլ Փաշինյանը չի անցնի, ես ուզում եմ միանգամից ասեմ, որ ինքը ամենահեղինակավոր երկու սրբազանի արդեն կալանավորել է, Բագրատ եւ Միքայել սրբազաններին։ Այդ վախտել էին, չէ՞, ասում կարմիր գիծա դա չի անցնի։ Փորձը ցույց տվեց, որ այս մարդը տաբուներ եւ կարմիր գծեր չունի։ Հանգիստ կարող է անցնել, այդ գիծն էլ կարող է անցնել։ Հիմա ինչ պիտի անի հասարակությունը, շատ ճիշտ դուք նկատեցիք։ Ինչ էլ որ մենք որոշենք անել, պիտի դա ներազգային պատերազմի չհանգեցնի, որովհետև նախ Նիկոլ Փաշինյանը արյուն թափելուց չի վախենում։ Վստահ եղեք, որ ինքը հեչ էլ չի նեղվի, եթե ընդդիմություն օրինակ կոնֆրոնտացիայի գնա, ինչ է, կարմիր բերետավորներով, մյուսներով կփորձի ճնշել, մանավանդ որ ունի այսպես կոչված հումանիտար արևմուտքի աջակցությունը եւ չի խորշի այդ քայլին գնալուց, միանգամից ասեմ, եթե կան մի ամիտներ, որ մտածում են, ես չեմ խոսում հեղափոխական վիճակի մասին, եթե հեղափոխական վիճակ երկրում հարուցենք, ոչինչ էլ չի կարող անել, ես խոսում եմ լոկալ դիմադրության մասին։ Ուրեմն, ինչ պիտի անի ընդդիմությունը իմ համար շատ ակնհայտ է, զուգահեռ օրակարգ ձևավորի, սեփական օրակարգը։ Այդ օրակարգի վրա հասարակությանը մոբիլիզացնի, ակտիվացնի, միայն այդ դեպքում կարող ենք Նիկոլ Փաշինյանի ազգակործան ընթացքը կանգնեցնել նաև եկեղեցու հարցում։ Մտածել, որ եկեղեցու բակում պիտի դիմադրությունը կազմակերպենք, դա կներեք, բայց մեղմ ասած արդյունավետ քաղաքականության մասին չի։ Այսինքն եթե մենք պիտի թողենք բանը հասնի եկեղեցու բակում հակադրության, այդ ձեր ասած սցենարն է լինելու։ Արուն ենք թափելու եկեղեցու բակում առանց որևէ հաջողության։ Չէ, պիտի մի գործողություն անել Երևանի հրապարակներում ու փողոցներում, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կաշկանդվեն։ Շատ ակնհայտ է, որ անկախ բոլոր տարաձայնություններից քաղաքականավորների ու եկեղեցու հարցում ընդդիմադիր ուժերը պետք է կոնսոլիդացվեն բոլորը։ Եվ շատ ակտիվ շարժում սկսեն հասարակական, այստեղ մի հատ շատ կարևոր խնդիր կա։ Եթե եկեղեցու հարցը Նիկոլ Փաշինյանը լուծեց եւ մարսեց, ու եթե երկրում մնացին քաղաքականավորներ, 2026-ի ընտրությունները կորցնում են իրենց իմաստը։ Որովհետև եթե օրինակ կաթողիկոսին չեզոքացրեց եւ դա կարողացավ մարսել, հասարակությունը այնպիսի հուսահատության եւ ապաթիայի մեջ են գնելու, որ 2026 թվին մի հատ իդեալական պատկեր է Նիկոլ Փաշինյանի համար լինելու, պասիվ ընտրարշավ, պասիվ ընտրություններ, որտեղ վարչական ռեսուրսը իշխանության մակը դառնալու են վճռորոշ։ Ճանապարհ դեպի բռնապետ։ Այո, ինքը դες դրան էլ ինչ է ուզում միջև ընտրությունների եկեղեցու հարցը լուծի, հենց դրա համար։ Որ հասարակությունը այն ելանելիության զգացում ուներ, այ մտածի, հերիք չի մի հատ միլիարդ հատեր կալանավորեց մի բառի համար։ Հերիք չի մի քանի սրբազանի փակեց, մի հատ էլ կաթողիկոսի հարց լուծեց։ Եթե մենք հանդուրժենք եւ թույլ տանք այդ զարգացումը եւ ուժեղ շարժումով սրա դեմը չառնենք, 2026-ի ընտրությունները ուղղակի անիմաստ են դառնալու, որում սա ասում եմ ես, որ միշտ ընտրությունների դերը կարևորել եմ։ Հիմա էլ եմ շատ կարևորում։
Բայց որպեսի ընտրություն տեսեք, Արսեն չեմ, այդ շատ հասարակ բան կա։ Եթե ամենահայտնի, ամենահարուստ հայ մարդուն կալանավորում են, ընդհանրապես մեր ձևով արտահայտությունը հնչեցնելու համար, որը շատ մեծ ցանկության դեպքում կրիմինալ արտահայտություն հնարավոր չի համարել, իմ նախընտրական արշավին որ քաղաքացին կհամարձակվի գալ։ Ասելու են կներես Սուրեն ջան, քեզ շատ հարգում ենք, բայց եթե այդ պաշտպանված կապեր, հնարավորություններ ունեցող մարդը մի բառի համար ազատազրկվել է, այս քո հավաքին գալու համար առնվազն գործից զրկվելու է։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, Արամ ջան, օրինակ ես շարունակություն որպես էլի, պարոն Սուրենյանց, հիմա իրար հետ կբանավիճեք կխոսեք կամ երկխոսեք, բայց տեսեք, պարոն Սուրենյանց, դուք ասում եք, ես ուզում եմ Արամ այդ հարցին պատասխանեի, որովհետև դուք ավելի շատ հիմի քաղաքականացված եք, դուք ունեք կուսակցություն, ձեր պատասխանը մի քիչ այլ ձև, բայց ինքը կողքից որպես անձ, որը շատ կոնկրետ հետևում է բոլոր կուսակցություններին եւ ամեն ինչին, Արամ ջան, պարոն Սուրենյանցի առաջարկը, որպեսզի կոնսոլիդացվեն եկեղեցին փրկության համար տանելու համար Երևանի փողոցներում, օրինակ եմ ասում, էլի, որ դեմքերի շուրջ պետք է կոնսոլիդացվեն։ Դա շատ բարդ հարց է, հենց հարցը նրա մեջ է, թե ինչքանով եթե վերցնենք այն դեմքերը, որ այսօր գոյություն ունեն, ու այն դեմքերը, որոնց մենք ասում ենք մթամթե ընդդիմադիր, վախենում եմ, որ այդ մթամթե ընդդիմադերի շուրջը ժողովուրդ չհավաքվի։ Այկա այս վախը։ Ինձ ամենաշատը հարցը նրա մեջ է, որ սա հարկավոր է, որ ժողովուրդը հավաքվի եկեղեցու շուրջ։ Ինչ շատ ուժեղ զարմացնում է եկեղեցու այսօրվա շատ հանգիստ վերաբերմունքը։ Ես մեր եկեղեցու կողմից չեմ տեսնում ինչ որ մի Ինքնավստահ վերաբերմունքը ինչու՞ չէ։ Այստեղ հարցը ինչի մեջ է։ Մի կողմից դա կարա ցույց տա, որ եկեղեցին համոզված է, որ իր այդ ոչ մի բան չի 80% ռեյտինգը դա խոսում է, չէ։ Սա մի կողմից, չէ։ Մյուս կողմից կա տպավորություն, որ եկեղեցին ոնց որ ճար չունի, դրա համար ստիպված սուս է մնում։ Այս տպավորությունը հարկավոր է քանդել։ Այս դրա մեջ է հարցը։ Ում հետ կոնսոլիդացվի մարտը։ Ես նստած եմ տանը, նայում եմ, պարոն Սուրենյանցը ասում է ժողովուրդ, պետք է կոնսոլիդացվի Երևանի փողոցները, որպեսզի կապենք մենք Նիկոլ Փաշինյանի հնարավորությունների ձեռքը, որպեսզի ինքը վեհարան չհասնի, մեզ պետք է իրանց տեղը, այսինքն Սարդարապատի ճակատամարտը պետք չի տալ Երևանի մադույցներում, պետք է տալ Սարդարապատում, ես ճիշտ եմ հասկանում։ Ով է այդ Արամ Մանուկյանը։ Շատ կներես, ով է այդ կոչը անողը, որին ես կհելնեմ, ռյուկզակը կգցեմ իմ ուսերին, կգնամ պաշտպանեմ եկեղեցին։ Ոչ կաթողիկոսն է այդ կոչը անում, ոչ էլ, ասենք, պարոն Սուրենյանցն է արում, թե արեք իմ մոտ հավաքվեք կամ մեկ ուրիշը։ Անում են մարդիկ, որոնք այս երկիրը տարել են այն իրավիճակին, որ այսօր ունեք Նիկոլ։ Ես կարող եմ սխալ բան եմ ասում։ Այսինքն փակուղի։ Փակուղի դրա համար դուք որպես խելացի անձիկ քաղաքականության մեջ ոչ առաջին տարին ունեք մշակված ծրագրեր, ինչ դեպքում ոնց պետքա հասարակությունը ընդհանրապես իրեն զգացնել տա։ Դուք ինչ առաջարկներ կան։ Ես մերը ասելով ժողովուրդ ջան, գնացեք թոշակի, թողեք մենք կարողանանք գոնե ինչ որ բան փրկենք այս երկրից։ Այդ մարդիկ իրենց անձը վեր գնահատելով իմ կարծիքով բոլոր ազգային բաներից, ասենք ճակատագրից իրենց անձը վրեժխնդրության գան, նորից վրեժխնդրություն այս երկրում 10 տարի լինի, ես օրինակ սխալ եմ համարում, ինչպես պայքարեմ։ Ասում եմ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, միանգամից ինձ ասում են Նիկոլ Փաշինյանի կողմն ես անցել։ Ոնց պայքարենք, եղբայր։ Այստեղ մեզ հարկավոր է քաղաք հասարակությանը հասցնել սովորական միտք։ Ու այս միտքը հարկավոր է, ոնց որ ասում են ասել, ճզմել, սխմել գլխների մեջ, հարկավոր է հասկանալ այսօրվա մեր իշխանությունները շատ մանր քայլերով մեզ ընտելացնում են կոնկրետ գործողությունների, մանր քայլերով գնում են առաջ։ Հարցը ստեղ ինչի մեջ է, մեզ հարկավոր է, մեր քաղաք հասարակությանը հարկավոր է հասկանալ, եթե հանգարցակի գնան Ուկրաինայի ճանապարհով ու ստեղծեն զուգահեռ եկեղեցի, դա մեր հայկական եկեղեցու դերը ոչնչացնում է, այսինքն մենք հայկական եկեղեցի, որը պետականորեն ամենաառաջի պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը, որը այսօր ունի համաշխարհային նշանակություն, մենք դա տեղափոխում ենք տեղային նշանակության ու ստանում ենք զուգահեռ եկեղեցի, որը ընդհանրապես չունի պատմություն, Այսինքն
Այստեղ հարցը Դիվանագիտորեն հարցին պատասխան եք տալ։ Ես Ես- ուրիշ հարց ես եմ գալիս եմ տալիս։ կամաց, Չէ, կամաց։ չէ, կամաց մի արի։ Պերյամոյ ասա, ոնց մենք պայքար ենք նրա համար, որովհետեւ գեներացվի փողոց։ փողոց գեներացվելու համար անպայման հարկավոր է եկեղեցու մասնակցությունները։ Այսինքն կաթողիկոսի կոչն է պետք։ Այո։ Այսի։ Բայց հարցը այստեղ ինչի մեջ է։ Հենց գնում է կաթողիկոսի կոչը, մենք կարող աստանանք այն ինչ որ Սուրենն ասեց։ Այն ինչ որ Սուրենն ասեց, որ կարող է իշխանությունները գնան, որ չեզոքացնեն կոնկրետ կաթողիկոսին։ Այս մոմենտը։ Այստեղ մի հատ նոր բարձ կա։ Կաթողիկոսի հանդարտ ընթացքը լրությունը մի կողմից հասկանալի է, որովհետև եկեղեցին իշխանությանը կարող է հաղթել ժամանակի եւ տարածության մեջ։ Այդ ճշմարտությունը պատմագիտական ինստիտուցիոնալ հիմքը եկեղեցու թույլ է տալիս, որ վեհապարը նման կեցվածք ունենա, ինչ որ այսօր ունի։ Բայց մյուս կողմից ամենայն հարգանքով որդիական խոնարհությամբ վեհապարի եւ մայրաթորի մի երկու տակտիկական սխալ այնուամենայնիվ պիտի ասեմ։ Այո, հակադրության կոչ պետք չի, որ կաթողիկոսը անի, որովհետև հաշվել է, որ ավելի արդյունավետ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանի ռեսուրսները ժամանակի մեջ մաշացնի, օրինակ։ Սա բավականին իրական մարտավարություն է։ Բայց մյուս կողմից պետք չի փակված մնալ մայրաթոռում։ Այսինքն այն ինչ որ անում է ամեն Կիրակի Նիկոլ Փաշինյանը, վեհապարի եւ մյուս բարձրաստիճան հոգեվորականների, սրբազանների անելիքը պիտի լիներ։ Ամենահեռավոր գյուղից մինչեւ մարդաշատ քաղաքի եկեղեցիներում ակտիվ պատարակներ մատուցել, հասարակության հետ շփվել, կոմունիկացիան։ Այդ դեպքում հասարակության ուժը բավականին տեսանելի կլիներ, ինչը կարող էր կաշկանդել իշխանությունները։ Պետք չի փակվել մայրաթոռի պատերի ներսում, դա այնքան էլ արդյունավետ տակտիկա չէ։ Մի գնա հակադրության, բայց մեր փակվի մայրաթոռում։ Հիմա կամ ձեր ցավոտ հարցին։ Այդ հարցը մասամբ կարող է ինձ էլա վերաբերվում, որտեղ ընդդիմություն եմ։ Բայց դուք երբևիցե չեք եղել իշխանություն։ Այո, Դա մեծ շատ բանի մասին է խոսում։ Բայց ես փորձեմ այնուամենայնիվ մի քիչ ինքնակնադատաբար պատասխանել այնուամենայնիվ։ Այն ընդդիմությունը, որին ընդունված է ամանել տիտղոսակիր ընդդիմություն կամ պարլամենտական ամբողջովին սպառված է։ Այսինքն սպասել, որ հին համակարգի ներկայացուցիչներով փոփոխություն կլինի, դա անհնար մի բան է, որովհետև հասարակությունը հեղափոխությունից չի հիասթափվել 2018-ից, հեղափոխությունը անողից է հիասթափվել։ Դրանք տարբեր բաներ են, այսինքն հասարակությունը չի ափսոսում, որ հին համակարգին թոշակի է ուղարկել։ Հասարակությունը ափսոսում է իր նոր ընտրության համար։ Ուրեմն Հայաստանում ինչպիսի փոփոխություններ լինեն, երկու ամսաթիվ կա, որոնցից հետ Հայաստանը գլորվել չի կարող։ Մեկ 2018-ի հետ ապրիլ-մայիսն է։ Այսինքն հին համակարգով փոփոխություն չես կարող բերես։ Մեկ էլ ցավոք սրտի 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ շրջադարձային օրն է, որովհետեւ դա էլ հետ չես կարող բերել։ Պատերազմ պարտություն ես գրել, առնվազն պարտությունը պիտի ճանաչես, որ վերածնունդ ունենաս, լավ, այդպես ասեմ։ Հիմա, բայց մյուս կողմից չի լինի, որ մենք բան չառաջարկենք մյուս ուժերով հասարակությանը։ Ասենք Ռոբերտ Սերժ կամ Լևոն գնացեք թոշակի, օրինակ, որտեվ դուք խանգարում եք։ Ես այդ հարցի լուծումը ուրիշ ձևի եմ տեսնում։ Նախ ընդդիմադիր նոր ուժերը պիտի կարողանան մի այնպիսի քաղաքական ապրանք առաջարկեն, որ հասարակությանը գրավիչ լինի, կարողանան այդ ապրանքի շուրջ հասարակությանը միավորեն։ Հավատացեք, միայն այդ դեպքում նախկին 3 նախագահները կամ նրանց կողմնակիցները լուսանցքում կհայտնվեն, թե չէ նստել ասել։ Բայց ռեսուրսային խնդիր չեք տեսնում։ Բայց օրինակ դուք արեք մի հատ ձեր կուսակցությունը ունի հերոստատեսություն։ Դե չունենք։ Չունեք, ընդդիմության ձեր իշխանն է, բայց ես էլ շանս ունեմ հասարակություն ունենալու կամ հասարակության աջակցություն ունենալու, ինչի չունեն։ Հիմա մի քիչ ձեր ռեյտինգը հանգարց բարձրացավ, պարոն Սուրինյանց։ Հիշեք այսօր իմ խոսքս։ Եթե ինքը երկնիշ արդեն սանդղակը անցավ ու բարձրացավ, այդ ժողովուրդը դուք կտեսնեք, ոնց դուք հայտնվեք այդ նույն ցուցակում KGB-ի գործակալ կամ ամեն օր։ Չէ, բայց եկեք ձեզ մի հատ անկեղծ բան ասեմ, բայց հիմա մի հատ քաղաքական ֆենոմենի մասին կասեմ, անկախ նրանից մենք այդ անձին ոնց ենք վերաբերվում։
ինքը համակիրներ էլ ունի, մարդիկ ունի, որ իրեն չեն համակրում, այդ էական չի։ Քաղաքական ճաշակի մասին չի։ Բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ այդ հին համակարգ օրինակ դոգի գործոնը չի կարող չեզոքացնի։ Տեսնում ենք, չէ՞, այսինքն ինքը Իսկ կոնտենտ է։ միգուցե պետք չի իրանց որ չեզոքացնի։ Իսկ ով ասես պետք չի։ Ես հարց եմ Չէ, տալիս։ պետք չէ, պետք եթե կարողանանք չեզոքացնել։ Իսկ դուք- Այսինքն որ օրը Դուք հիմա որ օրը վստահ եք, որ ինքը 1-3-ով անկախ է։ ես վստահ եմ, որ ինքը գործոն է։ Չէ, բայց անկախ է ինքը։ Ես հիմա վստահ եք, որ ինքը գնահատական անկախ է։ չեմ տա, գործոն է ինքը, իհարկե, իր մասով գործոն է։ Ես էլ եմ համարում, որ ինքը արդեն իսկ գործոն է Հայաստանի Լուրջ Հանրապետության գործոն է եւ գործոն։ քաղաքական դաշտի են 4-5 ազդեցիկ խաղացողների մեջ մտնում է։ Ասում եմ, այդ կարևոր չի, մեկին կարա դուր գա, մեկին կարա դուր չգա, բայց հիմա այդ չենք քննարկում։ Երբ որ իրեքս, տեսեք հարթակ չէ ունեք։ Այսինքն երբ որ իրեքս նես պրոդուկտ ստեղծենք, որ այս հարթակով հասարակության մի զգալի մասի կարողանանք կոնսոլիդացնել, ուղղակի հավատացած եղեք կամ վստահ եղեք նույնիսկ, որ հասարակական ակտիվությունը բերելու է նրան, որ այս գործոնը չեզոքացնել չեն կարող։ Դրա համար ես Վարդան Ղուկասյանի օրինակը բերեցի, դրա համար բերեցի։ Մարդը կարացել է հասարակության մի զգալի խմբի համ նախքին համակարգի ազդեցությունից դուրս բերի համ իշխանության, ճիշտ է, օբյեկտիվ է թե չէ։ Ես գնահատական չեմ տա։ Չէ, բայց կա չէ նման երևույթ։ Ինքը որ երևույթ է քաղաքական դաշտում, Նման եւ ունի երևույթ քաշ, կա, չէ, որ կա, ինքը այո, կարացել է հասարակության։ կարողացել է զգալի շերտի։ ինչ-որ չափով, Հիմա դա եկեք հիմա այ պիտի մտածվի քաղաքական դաշտի նման այլընտրանքային մոդելներ ստեղծելու մասին։ Իսկ ինչքանով եք դուք համաձայն Արամ ջան, ձեզ տամ հարցը, որ չի կարելի, օրինակ, այս բոլոր մարդկանց կողքի դրած ոչ մեկին նեգատիվ չունեմ։ Վերցրեք յուրաքանչյուրից ինձանից սկսած, չի կարելի նպատակին հասնելու համար մոնիպուլացնել ու հեքիաթներ պատմել, ոնց արեց Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք մենք պետք է Դու էլի հին չպայքարենք։ համակարգի Չէ, մասին եք ասում։ տեսեք, ինչու մենակին։ Ես հիմա նոր համակարգի մարդիկ եմ տեսնում, ովքեր նոր քաղաքական դաշտ են մտել, հեքիաթներ են պատմում ժողովրդին, ագաժներին թոզ փչել։ Այդ հեքիաթ պետք չի պատմել։ Ապա ոնց պայքարել է, Տեսեք, չէ՞ դրանց տեսեք, դեմ։ մեր ընդդիմության խնդիրն ի՞նչ է, էլի վերադարձանք, տեսեք, ես մի հատ ֆենոմենի մասին ասացի, միջալուց այդ ֆենոմենը նաև Գյումրիում դուք եք տեսել այն մյուս Վարդան Ղուկասյանի կատարմամբ։ Հիշում եք։ Մարդը կարացավ Էրզրում ազատ ֆենոմենալ արդյունք ունենալ, որտեվ ինքը այդ էլի թողենք դրականը, բացականը, հիմա դա չեն գնահատում։ Գնահատում ենք, որ նա ճեղքեց մի հատ ստատուս քվո, որը ստեղծված էր։ Հիմա դուք ճիշտ եք ասում, Արսեն ջան, չի կարելի հասարակությանը հեքիաթներ պատմել։ Հասարակությանը ծրագրեր ու լուծումներ պետք են։ Հա, որովհետև ես իմ շատ հարազատ ընկեր, շատ հարազատ մարդ Բագրատ Սրբազանին ինչ էի քննադատում, իրան էլ 100 անգամ մասնավոր զրույցներում ասել եմ, 100 անգամ, հիմա էլ եմ նույնը ասելու։ Շատ ուժեղ իրան զորակցում եմ այսօրվա իր կարգավիճակում, բայց երբ սկսեց հասարակությունը մեծ հաշվով իրան չհավատալ կամ հետ կանգնել շարժում, երբ որ ինքը սկսեց ասել ոսկեպարով Արցախ։ Հասկանում եք, ես որտե դիմացի Արսենը համոզված որ հեքիաթ է պատմում, չէ՞, որտե ոսկեպարով ամենաշատը եւ արդյունավետը ու ճիշտ ճանապարհը կառավարության շենք գալն էր։ Ստեղ փոփոխություն անելը։ Ոսկեպարով փոփոխությունը կտաներ տասնամյակներ հետո։ Այո, տասնամյակ 100, հիմա չգիտենք չէ, ուզում եմ ասեմ, այդ ոսկեպարը կբերեր։ Հա, բայց երբ որ ասպես ոսկեպար կամ երբ որ Նիկոլ Փաշինյանը տարեստական բանա գցե դաշտ, թեզ բոլորը լուրջ չեն քննարկում Արագածի Արարատի հակադրությունը։ Փոխանակ ասեն դա արհեստական թեզ է, դարապես չի կարելի իրար հակադրել այդ երկու մեր համար շատ կարևոր սիմվոլները, բոլորը ակտիվ քննարկում են այդ։ Կներեք, քանի մենք այս թեմայի մեջ ենք, ես մի հատ թեզ ասեմ։ Ոք այսօր ոնց է ստացվում։ Իշխանությունը եկեղեցու դեմ հակադրման մեջ։ Իշխանությունը վերցրել է, զինվել է կոնկրետ անձանց մեղադրելով։ Ու հիմնավորում է այս հարցանրանով, որ դա եկեղեցու դեմ չի, այլ կոնկրետ մարդկանց դեմ է։ Կաթողիկոսի դեմքով, Սրբազանի դեմքով, կոնկրետ կանոնները խախտման մեջ, բայց ես մոտիկանում եմ խախտման մեջ էլի ուզում մարդկանց դեմ չի ինքը։ Չէ,
կոնկրետ հարցաբարձացվում է, կոնկրետ անձերի դեմ, որոնք որ Վարկել խախտել են ինչ որ եկեղեցական կանոններ, հասկանում ես։ Այստեղ ու մենք այս դրա համար մեզ հարկավոր է քաղաքասարակության ուշադրությունը դարձնել երկու ուրիշ հանգամանքների վրա։ Առաջինը, որ եկեղեցին ունի իր կարգը այդ հարցերը որոշելու, անկախ իշխանություններից։ Այո։ Իսկ իշխանություններն այսօր խախտում են սահմանադրական կարգը, որը իրանց արգելում է ընդհանրապես вообще-то խառնվել եկեղեցու կարգին։ Այս երկու ուղղությունները մեզ հարկավոր է խորը Մի հասնել։ բան մի մոռացի, Արամ ջան, երրորդն է ես ավելացնեմ, որ եթե դու ինչ որ բարգերի դեմ պայքարում ես, որ ասում ես իրանք սրբություններ չեն կամ բան, դու հետ ես համբերվում նույն Կիրակին ինչպիսի անձիկ են քո դիմաց, որ դու համբերում ես իրանք։ Արդյոք իրանք մաքուր են ու սուրբ են։ Արսեն ջան, շատ կներես։ Հարվածները ու խոսակցությունները հարկավոր է հասցնել կետային։ Երբ որ մենք սկսում ենք այդ խոսակցություններին խառնել քլոյաններ եւ այլեր, ստել ցույց տալը թե ով է ինչքան կեղտոտ եւ այլը, չէ։ Սա արդեն դառնում է բամբասակին հավասար բան։ Բամբասակին հավասար։ Կա կոնկրետ գործողություններ, կա եկեղեցական կարգ, կա սահմանադրական կարգ։ Այո։ Բայց իրանք արդեն ասում են շատ կներեք, ասում են արտարադատության նախարարությունում ինչ որ բան գրանցված չի։ Եկեղեցին արդեն 30 Դա դուք շատ հետաքրքիր թեմա մտաք։ Տեսեք։ շատ մի րոպե, Ահա, վերջացնեմ։ Հարկավոր է կետային շարժվել։ Այստեղ պետք չի այդ կոնկրետ ուղղությունների մեջ խառնել կաթողիկոս, խառնել քլոյան, խառնել ինչ որ բան։ Կա հաստատ կոնկրետ քաղաքացիական իշխանություններ, կա եկեղեցու։ Կա եկեղեցական կարգ, կա սահմանադրական կարգ։ Այդ սահմանադրության մեջ էլ եկեղեցու կարգի մեջ կա գրված։ Աբրես, պարոն Սուրենյանց, քահանան իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ իր շորերով, իր խաչով, միաժամանակ լինելով քահանա եւ պատրաստվելով դառնալ վարչապետ։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Դուք շատ կարևոր հարց եք բարձրացրել։ Ես այսօր մի հատ այլ եթերում ստիպված եմ եղել էլի այդ հարցից խոսալ։ Սահմանադրության 17-րդ հոդվածը իշխանությունը գրեգ ձևով մանիպուլացնում է։ Սահմանադրության 17-րդ հոդվածը եկեղեցին է պաշտպանում իշխանության հնարավոր ոտնձգությունից։ Ոչ թե իշխանությանն է պաշտպանում եկեղեցու միջամտությունից։ Փոսեմ ասածս բացատրել։ Ինչի է այդ լաոցիզմի տեսությունն է, Ֆրանսիայից եկած բանն է դա իմիջայլոց, խիստ տարանջատման։ Հələ Ֆրանսիայում մի դար 20 տարի առաջ ընդունվել այդ օրենքը։ Իմաստը ինչն է, որ եկեղեցին պաշտպանվի իշխանության հնարավոր ուժային եւ այլ միջամտություններից։ Սահմանադրության 17-րդ հոդվածը սրա մասին է։ Ինչ վերաբերվում է եկեղեցին իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու թե չէ, շատ պայմանական եւ շատ հարաբերական հարց եք բարձրացնում։ Տեսեք, որևէ քահանա կամ հոգևորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ պիտի օգտվի քաղաքացիական օրենսգրքով քաղաքացու բոլոր իրավունքներից, այդ թվում քաղաքական դիրքորոշում արտահայտելու իրավունքից։ Մենք պատմության մեջ ունենք Հուսիկ քահանայի օրինակը, որը քահանա էր, եկեղեցական էր, հետո երբ որ զբաղվեց քաղաքականությամբ, սառեցվեց նրա հոգևոր ծառայությունը։ Ոնց։ Սառեցվեց։ Չէ, կաթողիկոսի որոշումը։ Ես ուզում եմ հասկանամ, երթումը Աստծո հետ ոնց կարելի Չէ, է սառեցնել։ սառեցվում, դե հիմա գիտեք, նա կուսակրոն չէր։ Չէ, ինչն է բա սառեցվում։ Սառեցված ծառայությունը։ Ինքը երթում է տվել Աստծո Ծառայությունը դա վարչական ծառայությունն է։ Աստծո հետ իր ուխտը չի խզում։ Վարչական ծառայությունը եկեղեցում դադարեցվում։ Դուք կարաք ինձ Աստվածաշնչում մի տեղ ցույց տաք, որտեղ գրված է, որ կա սառեցում, հալեցում։ Մարդը բանը, այսինքն տես բան դա կանոնի մեր եկեղեցու կանոններով հաստատ մասնագետները ձեզ կարող են ցույց տալ 100% վստահ եմ։ Տեսեք, Տեր Հուսիկը սառեցվեց եկեղեցու նրա վարչական գործունեությունը, որից հետո նա դարձավ իշխող այն ժամանակվա կուսակցության ղեկավար։ Բագրատ Սրբազանը, երբ որ հայտարարեց վարչապետ դառնալու մտադրության մասին, հայրապետը սառեցրեց նրա վարչական ծառայությունը եկեղեցում։ Բայց ինքը կուսակրոն էր,
Հա, բայց սառեցվեց ու երթում գործունեություն, էր բայց տվել այլևս Աստծուն, ճիշտ է։ հա, բայց դա չի ակասում։ Ոնց կարելի է երթումը Իսկ ինքը քաղաքական գործունեության մեջ աստվածազանց է եղել, չէ։ Չէ, աստվածանցած մոմենտը չի ստեղ հարցը։ Ինքը իրավունք ունի դիրքորոշում հայտնելու։ Ես համաձայն եմ, որ Հա։ ինքը իմ նման մի անձ է, Այո։ որ ինձանից մի քիչ Այ առավել։ ինստիտուտը որպես եկեղեցի երբ է խառնում Չէ, քաղաքական տեսեք, գործերին։ ես չեմ ասում, որ ինքը ավելի շատ պետք է խառնվի, քան ես, որովհետև ինքը եկեղեցու ներկայացուցիչ է ու շատ Չէ, այդ իրան առավելություն չի տալիս։ Հիմա ասեմ ինչու։ Ինքը, տեսեք, ինքը պատասխանատվություն է կրում, ես մենակ եթե պատասխանատվություն եմ կրում իմ անձի ու իմ ընտանիքի համար առաջներ, ինքը պատասխանատվություն կրում շատ մեծ հասարակության համար, իր հոդը շատ մեծ է, ինքը պարտավոր է դրա մասին խոսալ, որ այս մարդը տանում է մեզ անդունդ։ Բայց իր հոտը բազմաշերտ է։ Հա, հիմա տեսեք, ես գտնում եմ հետևյալ ձև, եթե սխալ եմ, դուք ասեք սխալվում եք։ Ինքը երթում է տվել Աստծուն ծառայել միայն Աստծուն, անգամ կին չունենալ, երեխա չունենալ, ընտանիք չունենալ։ Այսինքն միայն իր ծառայությունը պետքա լինի Աստծո պատվիրաններով ժողովրդին ծառայելն էլ։ Աստծո հետ համակցություն։ Հա, տեսեք, հիմա ինքը կարա խառնվի բանը քաղաքական կյանքին խոսքով, կոչով եւ այլն։ Ինքը չի կարա թակավոր ուզենա դառնա, սառեցնելով իր Ես ձերդ լրիվ եմ, եթե խոսքը այն մասին է, արդյոք ես խրախուսում եմ եկեղեցականի Այ հենց դեմ ակտիվ քաղաքական գործունեության զբաղ, իհարկե ոչ։ Ես դրա մասին եմ։ Մակարիոսի ֆենոմենը շատ հազվադեպ դեպ է կրկնվում ու շատ անկեղծ ձեզ ասեմ, Մակարիոսի ֆենոմենի կրկնությունը Հայաստանում ես չեմ էլ ուզում։ Այո, իրանք պիտի մնան իրանց հոգևոր եւ քաղաքակրթական առաքելության մեջ, քաղաքական գործիչը պիտի մնա իր առաքելության մեջ։ Թույլ կտակ։ Ուրեմն ես մի հատ սխալ եմ տեսնում մեր խոսակցության մեջ։ Մենք միշտ ընդհանուր հասկացողություններն ու կանոնները վերածում ենք կոնկրետ անձանց։ Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում քաղաքական գործունեությունով զբաղվել։ Երբ որ դու որպես քաղաքացի ու դա նաև որպես քահանա, երբ որ դու ինչ որ քաղաքական կոչեր դաժե եթե անես, ինչ որ գործողությունների դեմ, դա քաղաքականությունով զբաղվել չի։ Դա որպես քահանա կամ որպես քաղաքացի, դու քո մտահոգությունը քո ձևով հայտնում ես։ Ես համաձայն եմ։ Երբ որ դու դառնաս կուսակցական, ստեղծես կուսակցություն, հայտնես ինչ որ հայտեր տաս իշխանություն դառնալու, այդ դա է կոչում քաղաքական։ Այ հենց դրա մասին է խոսքը։ Այսօր ինչ է ստացվում, որ մանիպուլացվում է այդ հասկացողությունը, ու ամեն մի հայտարարություն կամ ամեն մի ինչ որ ընդդիմադիր հայտարարություններ անող եկեղեցական ծառայողի սկսում են հայտարարել, Արամ ջան, մենք օրինակ բերեցինք Բագրատ Սրբազանի օրինակը, երբ որ ինքը հարցազրույցի ժամանակ թե դուք պատրաստվում եք դառնալ ժամանակավոր վարչապետ, ինքը ասեց այո, ասեց սահմանադրությունը թույլ չի տալիս, ասեց ժողովուրդը կփոխի այդ կետը։ Ես համարում եմ դա միջամտություն աշխարհի կյանքի իշխանությանը։ Այդ ես ընդունում եմ, մի րոպե։ Ձեր ասածը գնահատական տամ, կներեք Սուրեն ջան, գնահատական տամ Բագրատ Սրբազանի վարվելիքին։ Տալիս եմ գնահատական։ Ես չեմ ուզում եք սևեռվենք, ուղղակի օրինակ բերեցի։ Ես օրինակը բերեմ։ Այդպես վառ օրինակ մեր չկայացած ընդդիմության կողմից, ոնց որ ասած։ Իրանք վեկալեցին քահանային, որը գաղափար չունի ընդհանրապես քաղաքական կյանքից եւ այլը, որը չգիտեմ ինչ են գել այդ կրակը։ Շեղեցին ճամփից։ Մեծ հաշվով ճիշտ ասում, քաղաքական ընդդիմության խորհուրդներ արեց հայտարարություններ։ Իսկ իրաց համար սորաներ իշկել էր Բագրատ Սրբազյանը։ Ի վերջո տենց ստացվեց։ Իրանք խաղարկեցին իրանց օրակարգը ուղղակի։ Իրանք օրակարգը խաղարկեցին։ Հասկանում ես։ Այստեղ ինչ է տեսնվում։ Այս քանի տարի է, չէ։ Շարժումը հերացնենք Նիկոլին չի աշխատում, ու իրանք տեսնում են որ չի աշխատում։ Ես ձեր թույլտվությամբ մի հատ փոխենք եկեղեցական թեման, գանք ավելի շատ քաղաքական թեմաներից, այն ինչ որ կատարվում է կարճ, խնդրում եմ պատասխանեք, քանի որ դա անմիջականորեն վաղը մյուս օրը ազդելու է մեր երկրի վրա, մեր պետության վրա, Պուտին, Թրամփ բանակցություններին Ուկրաինայի հետ կապված, բայց դա չագերտավոր եմ ասում Ուկրաինայի, քանի որ ես վստահ եմ 90 եւ ավել տոկոսով, որ անպայման քննարկվելու նաև մեր տարածաշրջանի վերաձևումը, ով աստեղ ինչ անելու, ով ինչ դերա տանելու, այդ կուզենամ հասկանամ, ըստ ձեզ, ճիշտ է, մենք ամեն ինչ չտեղեկացված չենք, ինչա, բայց ըստ ձեր տեսակետի ինքը
ինչ ճանապարհ է գնում։ Եվրոպան ինչու է խոչընդոտում է ամեն ինչին, ինչ որ Տրամփն է առաջարկում կամ Պուտինը հետ առաջարկ է անում։ Փրկել все-таки Ուկրաինայի ինչ որ մաս, որպես Ուկրաինա։ Ինչ են իրանք ասում, չէ։ Ուկրաինական հակամարտությունը դուք ճիշտ ասեցիք։ Ուկրաինական հակամարտությունը նոր աշխարհակարգի ձևավորման բանալին է կամ դրա կարգավորումը, հետեւաբար դա միայն Ուկրաինայի մասին չի, որում հիմա բացահայտորեն խոստովանում են, որ միայն Ուկրաինայի արժե են քննարկում։ Սա քննարկում է Եվրոպայի նոր ամենտանգային համակարգի հարցը եւ նոր աշխարհակարգի հարցը։ Ուկրաինան, եթե կուզեք, ավելի շատ այդ բանակցություններում մանրադրամ է։ Հիմա կան պետությունների ղեկավարների տեսակ կա, որոնք արկածախնդրությունը համարում են իրենց հիմնական դաշնակիցը։ Օրինակ, ինչու Նիկոլ Փաշինյան 2019-ի պլանը չընդունեց երկիրը կանգնեցնելով պատերազմի առաջ։ Ինչու Զելենսկին չընդունեց Մինսկի 1-2 համաձայնությունները, տեղի ունեցավ պատերազմը, հետո չընդունեց պատերազմի մեկնարկին Ստամբուլի համաձայնությունները, երբ որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վտանգված չէր։ Դուք շատ ճիշտ եք նկատել։ Եվրոպայի գլոբալիստական ուլտրալիբերալ շրջանակները խոչընդոտում են խաղաղության հաստատմանը, որովհետև դա Եվրոպայի սուբյեկտության ոչնչացման մասին կլինի։ Այսինքն նոր աշխարհակարգում նույնիսկ բանն է, չէ՞, նշել Թրամփը G7-ի փոխարեն G5 առաջարկում, որտեղ Եվրոպա չկա։ Կա Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Միացյալ Նահանգները եւ Ճապոնիա։ Որպես նոր մոդել, աշխարհի կառավարման։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը հրապարակում, որտեղ Եվրամիությանն ու նրա բյուրոկրատիային տրված են շատ ավելի խիստ գնահատականներ, քան տալիս են նրանց Մոսկվայում։ Այստեղ մի հատ նկատառում։ Ինչ է ասում այդ ստրատեգիայի մեջ Ամերիկան։ Ինչ է հայտարարում, որ Ամերիկան չի ունենալու հարաբերություններ ու չի ճանաչելու վերպետական կազմակերպությունները։ Այսինքն Pax American փուլը ավարտվեց։ Այսինքն չէ, նույն Եվրամիության հետ, Արսեն ջան, նույն Եվրամիության հետ։ Ինքը չի խոսալու։ Ժողովուրդ, դուք չեք նկատել, որ Ամերիկան պայքարում է Բրիտանիայի դեմ։ Ես ցեցա կասեմ։ Դա իհարկե։ Չի պայքարում, չէ։ Այնտեղ ուրիշ մոմենտ։ Անջան ինքը ասում է ուզում եմ պետություն դառնանք, Արամ ջան։ Տրամփը ասում է, ես ուզում եմ 200 միլիարդը հետ պոգեմ, բերեմ իմ պետության մեջ, պետություն դառնամ վերջը։ Ոնց չէ, իր Ամերիկան առաջի հերթին, դա միայն 200 միլիարդը չի։ Օրինակ է բերում 200 միլիարդը։ Տես ինչ է, մեծ հայտարարություն ասեմ Տրամփի կողմից, որը գրել է ինքը իր էջում, չէ։ Եվրոպայում կան իհարկե խելոք ղեկավարներ, բայց կան 2-3 հատ լրիվ ապուշներ, որոնք որ այսօր Եվրամիությունը տանում են կործանման։ Ու շարունակում է։ Հələ այսօր մենք կարանք Եվրամիության անդամ չի, բայց մեզ Բրիտանիայի վարչապետն է մտնում։ Ու ինքը դա նկատի ունի իրանց էլ, հա։ Ու ինքը շարունակում է, ասես խոսակցություն է գնում, որ հիմա Եվրոպան հարկավոր է փրկել, բայց վախենում եմ, որ մի 20-30 տարի հետո ստիպված կլինենք փրկվել Եվրոպայից։ Արամ ջան, ժամանակ քիչ է մնացել։ Կոնկրետացնեմ հարցը, բերեմ Հայաստան։ Տեսեք, ես հենց այնց չտվեցի Բրիտանիա հարցը։ Արդյոք Ամերիկա-Բրիտանիա այդ բանը չկա, էլի իրար մեջ հակադրությունը չկա, ինչու համար։ Մենք այս վերջերս նկատեցինք Նիկոլ Փաշինյան հանդիպեց Բրիտանիայից մեծ դելեգացիայի հետ։ Այսինքն մենք ոնց որ թե գնում ենք Բրիտանիայի այդ ուզած ճանապարհով։ Այդ արդյոք Տրամփը չի վերցնի, օրինակ մի օր վերաձևելուց այս ամեն ինչը պայմանավորվելու երկու տարբերակ կամ ռուսին է տալիս այդ ճամփի վրայի վերահսկումը, այդ որ մեր մոտ Տրամփի ճանապարհ են ասում, դա մեկ, երկրորդը չի ասի ախպեր, լավ այդ ճամփեն թողնում ես մնա, բայց դուք քո վլիանით թողնում ես Հայաստանի վրա, մենք թողնում ենք դա քեզի, Թուրքիան հանում ենք։ Այ ոնց եք մտածում, չի կարա դենց բան լինի Բրիտանիային դեմ օրինակ։ Գիտեք, դուք ամենաիդեալական տարբերակը Հայաստանի համար բնականաբար այն է լինելու, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը գան գլոբալ համաձայնությունների եւ օրինակ դա տարածվի նաեւ Սյունիքով անցնող ճանապարհի շահագործման պարամետրերի վրա, որտեղ ստրատեգիական բալանսը բերելու է երկարատև խաղաղության։ Դա լավ ճանապարհ կլինի։ Դա ընդհանրապես բացառելի չի։ Ես Մոսկվայից հնչող հայտարարություններին հետևում եմ։ Իրանք ի տարբերություն այլ արևմտյան նախաձեռնությունների, այս պարագայում շատ տենց սուր չեն ճոճում տրիպի դեմ։ Սա երկու պատճառ իհարկե կարող ունենա։ Առաջինը
ու հիմնականն է, որ իրանք թրիփի իմպլեմենտացիային չեն հավատում ուղղակի եւ արձագանքում են այնքանով, որքանով։ Բայց իհարկե, ասում եմ, իդեալական կլինի, եթե տուրբուլենտությունը բրծնի համաշխարհային եւ իսկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը գան որ գլոբալ համաձայնությունների։ Ես ձեր ասացի ենթատեքստը, բայց ուրիշ ձևով հասկացա, արդյոք Հայաստանը կարող է ազատվել այդ ուլտրագլոբալիստական եվրոպական էլիտայից, հա, որի մեջ այսօրվա մեծ Բրիտանիայի ընտրանին էլ այնուամենայնիվ մտնում Ստարմերի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում դա համարյա անհնար եմ համարում, որտեղ մեր տեսագրության պահին մենք մի հատ լուր ունենք, սարսափելի լուր, ես 30 տարի քաղաքականության մեջ եմ, նման բացահայտ եւ լկտի միջամտության դեպք դերևս չգիտեմ, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրամիությանը արտաքին միջամտությունների դեմ պաշտպանվելու համար աջակցություն խնդրելու 15 միլիոն եվրոյի մասին է Այո, խոսքը։ բայց այսօր Նարատ Միրզոյանը քննարկում է այդ հարցը Եվրամիության ԱԳ նախարարների հետ։ Միայն դա է օրակարգ։ Այսինքն ուղղված Ռուսաստանի ռոպագանդայի դեմ է։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Հենց դրա համար էլ ձեր հարցին պատասխանելուց հիշեցի։ Սա նշանակում է, որ հանդակառակը Հայաստանը դարել է այդ եվրոբյուրոկրատիայի ֆորպոստ եւ ընդդիմանում է այն ջանքերին, որ տեսանելի են ռուս-ամերիկյան հնարավոր համաձայնությունների պարագայում, ճիշտ է։ Սա շատ վտանգավոր բան է նշանակում, որովհետև նույնիսկ ներարևմտյան հակադրության մոդելում Նիկոլ Փաշինյանը սխալ ընտրություն է կատարել։ Այսինքն բոլոր ձևերը դրել է ոչ թե արևմուտքի այն բևեռում, որը շատ ավելի ազդեցիկ է եւ փորձում է նոր աշխարհակարգի ձևավորմանը մասնակցել, խոսքս պահպանողականների մասին է Թրամփի գլխավորությամբ։ Այլ բոլոր ձևերը դրել է մի զամբյուղում ուլտրալիբերալների, որը մի քանի տարի հետո չգիտենք Եվրոպայում նույնիսկ ինչ ճակատագրի։ Բայց ես ստե թույլ տվեք մի բան պատասխանեք չհամաձայնվեմ մի մտքի հետ, որ ամբողջովին դրված ձվերը մի զամբյուղում կարող է մեզ վնասեն, ասեմ ինչու համար։ Մի ժամանակ է ես էլ անձամբ գոռում եի, թե ուր էս մենակ դեմոկրատների հետևից գնում Ամերիկայում, հեսա գալիս է Տրամփը, մի քիչ նրանց հետ էլ աշխատի, բայց ցույց տվեց, որ Տրամփն եկավ, լավ էլ աշխատում է։ Ուրա որ լավ աշխատում է։ Թե ես ձեզ ասեմ հիմա։ Ես չգիտեմ լավ։ Իմ համար չէ, տեսեք ինչի համար եմ ասում։ Ոնց ինքը շահեր սպասարկող ղեկավար է, արտաքին շահեր սպասարկող, ինքը լավ տեխնացու է, ինչի՞ պիտի իրան անեն։ Հայ դա արդեն ուրիշ խնդիր է։ Դա արդեն մեր երկրի շահերը Դե ես դա եմ ասում ձեզ։ Արսեն ջան, անդրադառնամ կոնկրետ քո հարցին։ Հակադրությունները մեր տարածաշրջանում եւ այլն։ Սա կապված է։ Ինչին օրինակ նույն Անգլիան չի ուզում որ վերջանա Ուկրաինայի հարցը։ Ինքը ունի հակասություններ նույն Ամերիկայի հետ մեր տարածաշրջանում։ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան։ Միջին Ասիա։ Եթե այս Ուկրաինայի հարցը փակվի, Ռուսաստանը կսկսի հետաքրքրվել ստեղ հարցերով ավելի ուժեղ։ Այդ ժամանակ Անգլիան կանգնած կլինի համ Ամերիկայի դեմ, համ Ռուսաստանի։ Ես հարցը ուրիշ ձևակերպեցի։ Չէ, ես ուրիշ ձևակերպեցի, Արամ ջան։ Ես չասեցի ինչ կանի Ռուսաստանը, ես ասի արդյոք հիմա չի պայմանավորվում արդեն, ինչա լինելու։ Այսինքն գլոբալ չի ստորագրվելու ինչ որ փաստաթուղթ, որի մեջ մտնելու են նաև գաղտնի պայմանավորվածությունները, այս մեր ես կակրաս հակասությունները Անգլիա-Ամերիկա, չէ։ Անգլիայի վախերի մասին եմ ասում, ես Ռուսաստանի մասին չեմ ասում։ Անգլիան հասկանում է, եթե այսօր Ուկրաինան փակվեց, չէ, իր դեմ մեր տարածաշրջանում կլինի ոչ թե միայն Ամերիկան, որի հետ ինքը ինչ-որ մի ձևով գոնե պայմանավորվի, որ տորթից կտոր ստանա, այլ կլինի նաև Ռուսաստանը։ Դրա համար իրան ձեռ է տալիս, որ այնտեղ շարունակվի հակամարտությունը, որ Ռուսաստանը խրված լինի, այնտեղ չգա մեր տարածաշրջան։ Սա մեկ։ Երկրորդ մոմենտը որ նայվում է։ Ես 3 տարի է գոռում եմ ու ասում եմ այն մասին, որ Հայաստանից սարքում են կշռաքար թանկ վաճառելու համար։ Կարդում ենք նույն Ամերիկայի բանը։ Ես վերջին ընդունված դոկումենտը, չէ, անվտանգության մասին։ Ինչ է գրված ընդ Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը չի նայվում որպես թշնամի, որպես հակառակորդ։ Այնտեղ գրված է, որ Ռուսաստանի հետ զարգացնեն էկոնոմիկական հարաբերությունները։ Այնտեղ արդեն հայտնվում է նրա մասին, որ Ռուսաստանին հարկավոր տալ հնարավորություն վերադառնա համաշխարհային շուկա։ Խոսում է J5-ի մասին, որտեղ նկատի չկա Անգլիա հասկացողությունը J5-ի մեջ, չկա Ֆրանսիա հասկացողությունը։ Ու այսօր Ֆրանսիան, Անգլիան, իսկ Գերմանիան որպես ընդհանուր ծառա օգտագործում են նրա համար, որպեսզի Ուկրաինայի հակամարտության միջոցով հետ գան դեպի այդ սեղանի շուրջ, այսինքն մասնակցեն
երկրագունդը կիսելու մեջ, իրանց դուրս են թողել լրիվ դրանից։ Շատ լավ, շատ քիչ ժամանակ է մնացել, վերջին հարցն եմ տալիս, ամփոփում եք այսօրվա, հուսով եմ մենք շատ շուտ կհանդիպենք ու կզրուցենք օրասական այդ խնդիրներից ծանրացած մեր պետության առաջ։ Տեսեք, մեր հասարակությունը բաժանվել է երկու մասի։ Ոչ թե ԿՊ-ում, ոչ ԿՊ, այլ չէ, դրա մասին չի խոսքը։ Մի մասը ասում է, որ ընդրություններով հնարավոր չի Նիկոլ Փաշինյան հեռացնել, պետքա փողոցով պայքարել, մյուս մասն էլ ասում է, եթե ճիշտ կոնսոլիդացվի ընդդիմությունը, շանսերը շատ մեծ են, որովհետեւ թույլ չտան Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն վերցնի մինիմում։ Հիմա դուք ո՞րն եք տեսնում ավելի իրատեսական, ո՞րն է ավելի, ասենց ասած, վտանգավոր ճանապարհ, եթե ասենք փողոցը չկարողանանք նման քանակությամբ գեներացվի եւ ճիշտ ճանապարհով գնալ, կարող է հետևանքը լինի 26-ի պարդությունը։ Կարող է փողոց չգեներացնելով 26-ին մարդիկ տեսնեն, որ Նիկոլը մուսկոլով տեղա է, սաղին հաղթում է, սաղին բռնում է, գնան իրանց զենտա բախանալուց։ Ես արդեն այդ կերպ չէի մոտենա, որտեվ անիմաստ է իրար հակադրել գործիքակազմերը։ Ձեր ասածը ընտրություններ, ես մեկն էլ կարամ ավելացնեմ։ Ընտրություններ, փողոց, impeachment, հա, այս բոլորն էլ գործիքակազմ են։ Այսինքն անիմաստ է քաղաքական մի գործիքը հակադրել մյուս գործիքին։ Բոլորն էլ շատ օգտակար գործիքներ են, բոլորից էլ պիտի փորձես օգտվել։ Բայց թե ընտրություններում, թե impeachment-ի գործընթացում, թե փողոցում կարող ես հաջողել մի պարագայում։ Եթե կարողանաս ստեղծել արդյունավետ ընդդիմադիր հարթակ, կարողանաս ստեղծել այլընտրանքային ծրագիր եւ ունենաս շատ հստակ ճանապարհային քարտեզ։ Եթե այս 3 կարևոր բաղադրիչը կա, քաղաքական ուժերը կարող են հաջողել եւ փողոցում, եւ impeachment-ի հարթության վրա, եւ ընտրություններում։ Բայց ձեր հարցի մյուս ենթատեքստն էլ հասկանանք, քանի որ մենք արդեն տարին փակում ենք եւ ըստ էության թեվակողում ենք նախընտրական գործընթաց, ես բոլոր քաղաքական ուժերին խորհուրդ կտամ չկենտրոնանալ այլևս այն մյուս գործիքների վրա, աշխատել հասարակական սուբյեկտության մեծացման ուղղությամբ եւ արդյունավետ նախապատրաստվել առաջիկա ընտրություններին, որտեղ փոփոխության ամենատեսանելի եւ արժանահավատ Դուք խոշորացում եք տեսնում ընդդիմության։ Իհարկե, Որովհետեւ Մոլդովայի սենարը չկարողանան ես 4-5 բոլոր սոցհարցումները եկեք մենք էս չխափենք։ Բոլոր 4 սոցհարցումները ցույց են տալի ընդդիմության խոշորացում մի քանի կոնսոլիդացիոն կենտրոնների շուրջ։ Հիմա չենք քննարկում ով է մեզ դուր գալի, ով մեզ դուր չի գալի, հա։ Սամվել Կարապետյանի շուրջ կա կոնսոլիդացիոն կենտրոն, Քոչարյանի շուրջ կա, Գագիկ Ծառուկյանի շուրջ կա, Տոկ կուսակցության շուրջ կա, Սերժ Սարգսյանի շուրջ կա։ Այս 5 կոնսոլիդացիոն կենտրոնն։ Էլի եմ ասում, չենք քննարկում, որի նկատմամբ դրական ունենք, որի նկատմամբ բացասական ունենք։ Ես խոսում եմ բացասական ու բանի մասին չէ։ Հիմա ստեղ էս 5 պոտենցիալ ուժերից մի քանիսը պետքա ռիվոկ ապահովել, ռուսերեն բառով ասեմ։ Իրանց վրա վերցնեմ փոփոխությունների առաջնորդությունը։ Ում եք տեսնում դուք այդպես։ Ես չեմ ասի կարծիք, որտեղ Բայց ունեք։ Դե ես շատ սուբյեկտիվ եմ ցանկացած կարծիք։ Դուք միանալու եք ինչ որ ուժերի։ Մենք գիտեք, ես արդեն մեր կուսակցությունը 1/10-ից ավելի է ինստիտուցիոնալ համագործակցության մեջ է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Հետևաբար ասենք դրա համար ասեցի։ Իմ կարծիքը սուբյեկտիվ կարող անցալվել, բայց հիմա այս խնդիրն է շատ կարևոր լուծել։ Ու մի հատ շատ կարևոր խնդիր կա։ Առաջիկա ընտրությունների նշանակությունը նույնիսկ որ ընդդիմադիր կուսակցությունը առաջի, երկրորդ տեղ կամ 4-րդ տեղ գրավել է, այդ չի նույնիսկ խնդիրը։ Շատ մասնագիտական հաշվար կա, սրանով էլ երևի ամփոփեմ խոսքս։ Եթե հասարակական ակտիվությունը մեծ եղավ, այսինքն շատ ավելի ստույգ ասեմ, մասնագիտական հաշվարկի հիմքով 1 միլիոնից 1 միլիոն 200 հազարից ավելի մարդ եթե մասնակցեց ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Էս է խնդիրը։ Հիմա այս 4-5 քաղաքական ուժերը պիտի լուծեն այդ գլխավոր խնդիրը, որը քանի տոկոս կստանա, այնքան էլ կարևոր չի։ Շնորհակալություն։ Խնդրեմ Արամ ջան 2 րոպե։ Ես ցած եմ հասկանում, որ քաղաքական դաշտում այն ուժերը որ կան, իրանց առաջինը հարկավոր է սկսել
աշխատել կոնկրետ ժողովրդի հետ դաշտում։ Ոչ թե նստել, ասենք, քարոզ կարդալ Այո։ YouTube-ներով բան, Այո, այլ կոնկրետ ճիշտ եք դաշտում հասկացել։ աշխատել մարդկանց հետ։ Այո։ Բայց նաև սենց Երկրորդ, էլի։ հա, հաղորդումներով դա հարկավոր է Այո։ հասնել միտք, Այո։ այդ միտքը սովորական մարդուն չես հասնի, իրանք չեն նայում այս հաղորդումը։ Հա դե համ եւ այո։ Երկրորդ մոմենտը, այդ ուժերին հարկավոր է կողմնորոշվել, թե որ այդ կենտրոնների շուրջ են իրանք հավաքվելու։ Որ ձայներ չփոշի անեն։ Շնորհակալություն Արամ ջան, շնորհակալություն պարոն Սուրենյանց, հարգելիներս, մենք շարունակական հյուրեր կունենանք, տարբեր թեմաներից խոսենք, ձեզ շնորհակալություն, որ համբերատար նայում եք, դիտում եք եւ լայքում, տարածում եք մեր եթերները, մեր ոդկասթները եւ այլն եւ այլն։ Իմ հիմնական նպատակը այս հարթակում հայտնվելու, այ տեսեք, որբիսի հներից բացի հայտնվեն նաեւ նոր ուժեր, նոր ասելով մարդիկ, որոնք չեն այդպես գնահատվել այս մեր քաղաքական դաշտում, բայց ունեն շատ մեծ ներուժ, որբիսի հայաստանյան օրակարգում բան փոխեն։ Նրանք հայտնվում են իմ եթերներում, իմ հյուրերի շարքերում, նրանք պետքա լինեն իշխանության մաս, պետքա իրանց ներգործությունը ունենան նաև մեր Հայաստանի առաջընթացի համար։ Շնորհակալություն ձեզ, բարին, в общем, Հայաստանին։